բյուրական։ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս տարվա դասընթացն ավարտվել է, սակայն մշակութային ծրագիրը շարունակվում է։ Սփյուռքահայերը մեծ հետաքրքրությամբ այցելել են Հայաստանի ազգային գրադարան, ծանոթանալու ժամանակակից հայ գրքին։ Ազգային գրադարանում ներկայացված էր մոտ 50 հրատարակչության վերջին շրջանում տպագրված գրքերը։ Մանկական գրականություն, հեքիաթներ, գիտական գրականություն, դասագրքեր, գեղարվեստական գրքեր։ Մասնագետների խոսքով հայ տպագրական գործը վերելք է ապրում, վերականգնվում են լավագույն ավանդույթները։ Տպագրիչները հուսով են հետաքրքրել ոչ միայն տեղի, այլև Սփյուռքի հայ ընթերցողին։ Այս միջոցառումը իրականացվում է մեկ ազգ, մեկ մշակույթ համահայկական փառատոնի շրջանակներում տոնակատարության, բայց ավելի շատ նպատակաուղղված է Սփյուռքի ուսուցիչների, ուրեմն մանկավարժների հետ, մեր հրատարակիչների ծանոթությանը, գրադարանի հետ, նրանց կապերի հաստատմանը։ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները բարձր գնահատեցին հայ տպագրության վերջին ձեռքբերումները, նշելով, որ Հայաստանում հրատարակվող թարմ գրականությունը կենսունակ է պահում Սփյուռքում հայ ոգին։ Շատ ուրախ եւ շատ որակավոր ժամանակ անցինք, մեր ցավերը գիսեցինք Սփյուռքի եւ հայրենիքի բոլոր ուսուցիչներու եւ մանկավարժներու հետ, եւ այսօր այստեղ գտնվելով քիրքերու ցուցահանդեսին, ինչպես որ քիչ առաջ ես հեղինակ եմ, մտահոգված եմ քիրքերու հրատարակության եւ դարածման հարցերով։ Մենք շատ հբարդ ենք եւ ուրախ, որ հայրենիքը իր նոր հանքրվաններով, նոր տիպի, նոր տեսակի համակումարներ կստեղծեն, որովհետեւ մենք ավելի մտերմանանք։ Մեզ համար մեծ պատիվ էր հայրենիք վերադառնալ եւ մասնակցել այս ուսուցչական գիտաժողովին, որը 3 օրերը շատ լավ մենք անցուցինք եւ ծանոթացանք տարբեր երկրների եկած ուսուցիչներու եւ մեր ցավը միասին չլացինք լուծել, որովհետեւ մեր աբակասերունդը կարենա ավելի փայլուն աբակա ունենա։ Ուրեմն շնորհակալություն կհայտնենք եւ ցանկանք, որ այսպիսի բաներ գրգին գտնվի, որովհետեւ Հայաստան եւ Սփյուռք գլմանին Արարատին եւ Մասիսին, որ նույն արմատներեն գուքան։ Իսկ ուսուցիչների վերապատրաստման դասընթացը չափազանց կարևոր համարվեց երկուստեք, թե փորձի փոխանակման, թե նոր գիտելիքի ձեռքբերման եւ ընդհանուր ապագա կառուցելու առումով։ Սփյուռքահայ ուսուցիչները մեկնեցին նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց ամենայն հայոց կաթողիկոս։ Աննա Վանդյան, Գեղամ Դոլմազյան, Ազդարար։